Բայց լրագրողների տափակած լրագրողների բոլոր հարցերը Դե ձեր տված հարցերի պատճառով մի տարի վայելեցինք։ Լավ, ինչպես է գնահատում այս որոշումը, վերաքննիչը ըստ էության չորոշեց, դուք մեղավոր եք, անմեղ եք, ասաց որ հետ։ Ես պատրաստ եմ միշտ էլ ասել եմ, պատրաստ եմ եղել ամենալավին էլ, ամենավատին էլ։ Ես ազատ եմ եղել մինչև, ազատ եմ եղել այդ ժամանակ, ազատ կլինեմ հետո։ Հիմա արդար եք որակում այս որոշումը։ Ոչ բավարար։ Ինչու։ Որովհետև չարտարացվեցի։ Տնային կալանքը փոխեց, վերացրեց։ Ավելի լավ էր պահել։ Ֆուտբոլ էի նայում գիշերը։ Հիմա չպետք է կարողանամ նայեմ։ Սրբազան ոնց հասկացա, արդեն կարող եք նաև պատարակ մասնակցել, այո, դրա հետ կապված։ Այո, երևի թե հա։ Ինչպիսի զգացողություններ են լինելու առաջիկա գիրակին արդեն խորանին եք լինելու գալյասը։ Ես միշտ էլ եղել, արդեն վերջերս միշտ էլ եղել եմ եկեղեցում, այնպես որ նոր Խորանին բարձրանալը կտեսնենք եւ կբարձրանանք։ Թեմակալ առաջնորդները ամեն կիրակի չեն պատարակում։ Սրբազան ձեր ասած այդ արտահայտությունների հետ կապված դուք հայտարարեցիք նաև փաստաբանները, որ դա հանցագործություն չէ։ Ինչպես եք հիմա գնահատում տեղի ունեցածը։ Տեղի ունեցած այսինքն։ Այդ մեղադրանքը, որը ձեզ առաջադրեցին։ Դե ի սկզբանե ասել ենք շինծու էր, ի սկզբանե շինծու մնաց, շարունակում է մնալ շինծու։ Ձեր նշած կոչը Կոչ անում է կոչ արդեն որերորդ անգամ է անում է կառավարության ղեկավարը։ Վառացի ասում է գնացեք արեք հեղափոխություն։ Ես նման բան ասել եմ։ Ուրեմն ով պետք է դատվի, նա պետք է դատվի, ես պետք է դատվեմ։ Ձեր առողջությունը ո՞նց է։ Փառք Աստծո ավելի լավ քան առաջ։ Սրբազան հայր, հոգևորականներն ազատության մեջ են, բայց եկեղեցու դեմ արշավը շարունակվում է։ Ինչ է կարծում, ի վերջո եկեղեցին կհաղթահարի այս փորձությունները, որ այսօր Այդ որ փորձությունը չի հաղթահարել, որ սա չպետք է հաղթահարի։ Դուք հնարավոր համարում եք, որ վեհապարին կկալանավորեն այս իշխանությունը։ Աստված մի արասը։ Եթե նման բան տեղի ունեցավ, ամբողջ հայ ժողովուրդը պետքա վճարի դրա գինը։ Ամբողջ հայ ժողովուրդը։ Ինչպես 38 թվի դիմաց վճարեց հայ ժողովուրդը 100,000-ավոր զոհերով, այնպես էլ դրանից հետո կվճարի։ Դուք կշարունակեք քննադատել իշխանությունների։ Չէ, բավարի շոյեմ, չէ, բրի գլուխները շոյեմ։ Չեք մտածում, որ գուցե էլի օրենքի խախտումներ որակվի։ Դե իմ գոյությունն արդեն իրենց գաղափարին վնաս է։ Իմ գոյությունը իրենց գաղափարին վնաս է։ Այստեղից հիմա ինչ եք պատրաստվում անել։ Հիմա պատրաստվում եմ թողեք, ուզում եմ գնալ Բագրատ Սրբազանի տեսնեմ։ Դատին։ Այո, չեք թողնի։ Այսինքն Հետո պետք է գնամ Էջմիածին վեհապարին տեսնեմ։ Հետո պետք է գնամ տուն։ Իսկ եկեղեցու դեմ արշավին միացած ձեր հոգևոր եղբայրներին տեսնելիս ինչ կասեիք։ Ինչ որ ասել եմ։ Տիրադավներ։ Իհարկե։ իսկ ներման ճանապարհ ունեն իրենք։ Այո, եթե զղջան, վերադառնան, Պետրոսի նման լացեն, այո, ինչ չէ։ Դե որոշողը դա վեհապարն է, մենք չենք։ Սրբազան, ինչու առաջինն եք Բագրատ Սրբազանին եք։ Բա իմ բանդակից եղբայրն է 6 ամիս, 7 ամիս միասին նույն խցում ապրել ենք։ Դա ում գնամ տեսնեմ։ Շնորհակալություն։ Մեկ պայքարել եք, հա ժողովուրդը պայքարել է աբորինի այս իշխանության Նիկոլագա քպական իշխանությանը, որ եկեղեցու դեմ